Մեծ պատիվ է, որ ես կարողացել եմ Հայաստան այցելել։ Դահլիճին էլ ադրբեջանցի փորձագետ Ռուսիֆ Հուսեյնովը ողջունեց հայերեն բարև ձեզով։ Մեկ ամսում երկրորդ այցելությունն է Հայաստան։ Այս անգամ Օրբելի կենտրոնի կառուցելով խաղաղություն եւ բազմակողմանի համագործակցություն համաժողովին մասնակցելու։ Շուտով այս այցերն էլ չեն զարմացնի ու կդառնան սովորական բան։ Երկու հասարակությունն էլ վատ տրավմա են ունեցել։ Պատերազմ, տեղահանումներ, որպեսզի այլ փուլի անցնենք, պետք է շփում լինի ժողովուրդների միջև։ Դա սկիզբ է առել փորձագետների մակարդակով, վաղը կլինի լրագրողների մակարդակով։ Հետո սահմանամերձ շրջանում ժողովուրդները կշփվեն, որովհետև երբ մոտենում ես սահմանին, կա բնական փոխկախյալություն։ Սա արդեն ադրբեջանցի մյուս փորձագետի Զարու Շիրիևի կարծիքն է։ Օրբելի կենտրոնն այսպիսի միջազգային համաժողովներ կազմակերպում է 2019 թվականից, բայց ադրբեջանցիներն առաջին անգամ են մասնակցում։ Նաև ադրբեջանական լրատվամիջոց է Հայաստանում լուսաբանելու։ Առհասարակ այս տարվա երկօրյա համաժողովն ավելի մասշտաբային է։ 16 երկրից 50 փորձագետ է Հայաստանում։ Առաջին անգամ մեր ֆորումին մասնակցում են փորձագետներ Ղազախստանից, Ուզբեկստանից, Չինաստանից, Ադրբեջանից եւ Արաբական Միացյալ Էմիրությունների մի շարք վերլուծական կենտրոնների։ Քննարկման առանցքում ենթակառուցվածքային մեծ նախագծերն են եւ Հայաստանի ինտեգրումը այդ նախագծերին։ Պանելային քննարկումների ընդմիջումների ընթացքում ադրբեջանցի փորձագետները նաեւ հայ լրագրողների հետ խոսեցին, ինչը ասել է ադրբեջանցիների համար անխոչնդոտ անցում ձևակերպումը, որ կա Վաշինգտոնյան համաձայնագրում հարցին, պարզաբանում են, իրենք էլ հստակ պատկերացում չունեն։ Էլեկտրոնային համակարգ է թե այլ մեխանիզմ, ժամանակը ցույց կտա։ Ես կարծում եմ, որ ԱՄՆ-ի պատասխանատվությունը պետք է լինի օգնել Հայաստանին սահմանելու անխոչնդոտ անցումը։ Սրա համար ժամանակ կպահանջվի, մենք չենք կարող հիմա ինչ-որ հստակ բան ասել, դա ադրբեջանահայկական եւ հայ-ամերիկյան բանակցությունների հարց է։ Ժամանակ է պետք, որպեսզի հասկանանք, թե գործնականում անխոչնդոտ անցումը ինչ կարող է նշանակել։ Դա կարող է նշանակել էլեկտրոնային համակարգ առանց անձնական ստուգումների, կարող է նշանակել այլ մեխանիզմ։ Ադրբեջանական կողմից պարբերաբար շրջանառվող Զանգեզուրի միջանցք եզրույթն էլ ըստ ադրբեջանցի փորձագետների չունի բացասական երանգ։ Այն չի վերաբերում թրիփին եւ ի տարբերություն Հայաստանի, երբ մենք ասում ենք միջանցք, դա չունի բացասական նրբերանգ։ Հայաստանում ըստիս այլ կերպ են ընկալում այդ միջանցք բառը, Ադրբեջանում այլ։ Ադրբեջանցի փորձագետները չմեկնաբանելով իրենց նախագահի նախօրեի հայտարարությունները առաջարկեցին կարդալ Վաշինգտոնյան հռչակագիրը։ Կարծում եմ հարցը պետք է Ադրբեջանի պաշտոնատար անձանց ուղղեք, սակայն եթե փորձագիտական կարծիք եք հարցնում, առաջարկում եմ ստուգել Վաշինգտոնի հռչակագիրը, որը վերաբերում է տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության երկուստեք ճանաչմանը։ Պատմում են Ադրբեջանում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում մոտեցումները տարբեր են։ Միևնույն ժամանակ մենք տեսնում ենք, որ շատերը դրական են տրամադրված այդ շփումների նկատմամբ։ Մեզ օրինակ ԶԼՄ-ների ներկայացուցիչները անշուշտ հարցեր կտան Հայաստանում գտնվելու մասին։ Հիմա իմանալու, տեղեկանալու ժամանակահատված է։ Հաջորդ անգամ, երբ հայ փորձագետները ուղևորվեն Ադրբեջան, կարծում եմ նույն բանը տեղի կունենա։ Սովորելու իմանալու գործընթաց է, երկուստեք։ Արդեն պանելային քննարկմանը փորձագետը հայտարարեց վերջին 3 տարիներին երկու երկրի կառավարությունները խաղաղության գործընթացի կարգավորումը իրենց ձեռքն են վերցրել եւ խաղաղության պայմանագրի տեքստը նոր գործընթացի սկիզբ է։ Ներկայում խաղաղությունը բնորոշելու փուլում ենք, դրա համար անհրաժեշտ են գործնական քայլեր։ Առաջին անգամ տեսնում եմ իրական հնարավորություն Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի միավորման համար։ Այդ փոխկապակցվածությունը միայն մայրուղին, երկաթուղին չէ, այլև գազ, էներգակիրներ։ Ժամանակը կգա, թրիփ ծրագիրը եւս կընդլայնվի։ Ադրբեջանի կառավարությունն էլ այդպիսի գաղափար ունի, որ ապագայում, երբ Թրամփի ուղի նախագիծը ընդլայնվի, ներառվի ադրբեջանական գազի արտահանումը տարբեր երկրներ, ներառյալ Հայաստան։ Հարավային Կովկաս տարածաշրջանը կա, բայց ձևավորված չէ։ Կովկաս ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը օրինակով է ներկայացնում ինչու ինչպես է։ Մեր ռեգիոնը գոյություն ունի, եթե դու նայում ես Վաշինգտոնից, եթե դու նայում ես Երևանից կամ չգիտեմ Բաքվից, Գյումրիից կարս, ինչքան է, մի 50 կիլոմետր կլինի։ Ստեից եղդիր, ես եթե հիմա դուրս գամ նստեմ իմ ավտո գնամ իրդիր կոֆե խմեմ ու հետ գամ երևի ճաշի ժամանակ կհասցնեի դա անել, բայց դա հնարավոր չէ։ Տարածաշրջանը կլինի ստեղծված ու կենսունակ, եթե դա հնարավոր լինի անել, շարունակում է Իսկանդարյանը։
Ռեգիոնը մարդիկ են ստեղծում։ Ճանապարհային քարտեզը պետք մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը ու նաև դրանից հետո ավելի երկարաժամկետ։ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցում նաև ըստ ադրբեջանցի փորձագետների էական նշանակություն ունի ամեն մի բառ գործողություն եւ կամ անգործություն, իսկ այդտեղ անելիք ունեն նաև փորձագիտական խմբերը, որ ուղղորդեն կառավարություններին կապ հաստատեն հասարակության հետ։ Որ փոփոխությունը լինի շոշափելի, մարդիկ շոշափելի օգուտներ պետք է տեսնեն, իսկ շոշափելին օրինակ տնտեսական օգուտն է, ադրբեջանցի փորձագետի դիտարկումն է։ Խաղաղ, կայուն, անվտանգ եւ տնտեսական փոխկապակցվածությամբ տարածաշրջան կառուցելը Հայաստանի կառավարության քաղաքական ուղեգիծն է, հայտարարում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Մենք վստահ ենք, որ խաղաղությունն ու բաց հաղորդակցությունը կարող են վերածել Հարավային Կովկասը համաշխարհային կամրջի, միավորելով շուկաները, մշակույթները եւ ժողովուրդները։ Ադրբեջանցի փորձագետները խաղաղության հաստատման իրենց տպավորություններն են փոխանցում։ Հաշտությունը վերջնանպատակ չէ, այլ ճամփորդություն է։ Պետք է սովորենք այդ ճամփորդության ընթացքում ու նաև կրթենք։ Իրնամ Կրշյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։